Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի հսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թողում ես բարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պատմի պահի այսօր պիտի Պողոս Արաքյալի Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը սկսենք արդեն ասեմ ձեզ որ սա Պողոս Արաքյալի վերջին նամակն է վերջին նամակը որ գրել է քրիստոնյաներին իր աշակերտներին թեև հաջորդը Տիտոսի նամակը պիտի օրհնենք բայց քանի որ Տիմոթեոսի առաջին երկրորդն իր հերթականությամբ այդպես էր որոշեցի որ այս նամակը սերտենք հետո նոր անցնենք Տիտոսի նամակին այս նամակը իր նաև կտակն է այսպես ասած իր վերջնական պատգամն է թե Տիմոթեոսը Արաքյալը թե մենք իբրև քրիստոնյաներ այն ինչ որ ստացել ենք ինչ որ փոխանցվել է մեր նախնիներից մեզ ինչպես պետք է պահենք ու պահպանենք որպեսզի մնանք ճշմարիտ հավատքի մեջ այս նամակը գրվել է 66-ից 67 թվական Հռոմը որ Պողոս Արաքյալը արդեն վերջնական դատապարտված էր եւ պիտի հետո մի քանի տարի հետո արդեն նահատակվեր ուրեմն այս վերջին նամակով իր վերջին հորդորները պիտի տա մեզ նաեւ թե մենք իբրև քրիստոնյաներ վերջին ժամանակներում երբ որ հալածանքները շատանան Քրիստոսի գալուստը մոտ լինի, մենք ինչպես պիտի կարողանանք դիմագրավել այդ բոլոր փորձություններին։ Գիտեք այդ ժամանակը սարսափելի ժամանակաշրջան էր քրիստոնյաների համար, որովհետև Ներոնը գրեթե ամենադաժան կայսրն էր Հռոմի, որ ինքը 16 տարեկանում կայսր դարձավ, ասեմ որ սկզբում շատ պարկեշտ մարդ էր այս մարդը, հետո կամանց ամուսնությունը հատկապես չարությունը մտավ, նույնիսկ ընտանիքի անդամներից շատերին սպանեց, հետո Հռոմի միծ մասը այրեց գցեց մեղքը քրիստոնյանի վրա եւ իր հրամանով էլ Պողոս Արաքյալին գլխատեցին, իսկ Պետրոս Արաքյալին գլխի վրա խաչեցին։ Հիմա տեսնենք թե այսօր ինչ ունի մեզ փոխանցելու Պողոս Արաքյալը։ Առաջին գլխի առաջին համարը։ Պողոսը Հիսուս Քրիստոսի Արաքյալը Աստծո կամքով ըստ կյանքի խոստման, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Տեսեք սիրելիներ, մենք արդեն սրա մասին շատ ենք խոսել, որ հենց սկզբից Պողոս Արաքյալը հայտարարում է Պողոսը Արաքյալը Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի ինչի համար է։ Մենք այս երբ որ նամակները գրում ենք, վերջում ենք, չէ՞, մեր անուն ազգանուն նշում, թե ում կողմից է այդ նամակը գրվել։ Հնում հենց սկզբից գրվում էր, թե ով է, ինչ է եւ ինչ նպատակով այդ նամակը գրվում։ Քանի որ արդեն առաջին նամակի մեջ խոսել ենք, որ այն ժամանակ կեղծ ուսուցիչներ, քարոզիչներ էին հայտնում, ասում են Պողոս Արաքյալը մեզ առանձին նամակով այսինչ ճշմարտությունները հայտնել, դուք չգիտեք, մենք գիտենք ճշմարտությունը, Պողոս Արաքյալը միանգամից իր առաքյալ լինելու հանգամանքն է ցույց տալիս, որ հատկապես շեշտված է ինքը Աստծուց է կանչված, Աստծո կամքով է առաքյալ դարձած, ոչ թե մարդկանց ցանկությամբ, եւ Հիսուս Քրիստոսի առաքյալն է եւ որևէ մեկի ծառան չէ։ Եվ սա շատ կարևոր էր այն ժամանակ, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը պատահաբար չի դարձել առաքյալ։ Հիշում եք, որ Պողոս Արաքյալը Հիսուսի 12 առաքյալներից մեկը չէր, հակառակը փարիսեցի էր, հալածիչն էր քրիստոնյաների, եւ միայն Դամասկոսի ճանապարհին, երբ որ գնում էր քրիստոնյանին ձերբակալելու, բերելու դատարանին հանձնելու, Հիսուս երևաց նրան եւ դարձ ունեցավ, հետո ինքը դարձավ քրիստոնյա։ Ուրեմն ինչ է նշանակում առաքյալ, սիրելիներ։ Նախ առաքյալ նշանակում է ուղարկված, չէ՞, կամ որևէ առաքելություն ունեցող։ Հիմա այստեղ մենք առաքյալ, տեսեք, Հիսուս ուներ 12 առաքյալ, 72 աշակերտ առաքյալներ եւ մնացածները։ Բայց այս 12-ին Հիսուս ինքը ընտրեց, որտեղ այս 12-ը, որտեղ նաև դատաստանի ժամանակ Հիսուսի կողքը պիտի նստեն իր 12 գահերի վրա, որպեսզի դատեն ժողովուրդներին, քրիստոնյաներին, ուրեմն սա նշանակում է, որ նաև իբրև մարդ մենք էլ որ մկրտվեցինք, դարձանք Աստծո զավակը, քրիստոնյա դարձանք, մենք էլ առաքելություն ունենք մեր կյանքով վկայելու Քրիստոսի մասին։ Բայց այստեղ առաքյալ բառացի նշանակում է ուղարկված եւ հատկապես ում կողմից ուղարկված։ Մենք առաքյալ երբ որ ասում ենք, նշանակում ենք Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկված մեկը, որի անունով էլ մենք պիտի գործենք։ Եվ սա նշանակում է Պողոս առաքյալը ճշմարիտ առաքյալ է։ Եվ տեսեք
Երբ որ Պողոս Արաքյալի աչքերը կուրացավ Հիսուսի հետ զրույցի ժամանակ, հիշում եք ինչ ասաց, կգնաս քաղաք Անանիա անունի Արաքյալի, նա քեզ կբժշկի։ Երբ որ Անանիան այդ պահին աղոթքեր կանգնած, Հիսուս ասում է, որ քեզ մոտ կգա հիմա, կբժշկես, բայց Տեր, ես լսել եմ, որ նա հալածում է քրիստոնյան, ինչի ես պիտի գնամ նրա մոտ, եւ տեսեք Հիսուսի գեղեցիկ պատասխան, ասում է գնա դու, որովհետեւ նա ինձ համար ընտրյալ անոթ է, իմ անունը տանելու հեթանոսների, թագավորների եւ իսրայելացիների առաջ, քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե ինչքան պետք է չարչարվի իմ անվան համար։ Տեսեք, ասում է, ես եմ նրան ընտրել որպես անոթ, որ գնա իմ խոսքը տանի թագավորներին, ժողովուրդներին, հատկապես հրեաների մեջ, եւ նաեւ ինձ համար ինչքան պիտի չարչարվի։ Տեսեք Պողոս Արաքյալը, չէ, որ դարձ ունեցավ շղթաների մեջ բանտարկված գերության մեջ, հետո էլ գլխատվեց, ուրեմն Քրիստոս ընտրել էր նրան, որ այս ճանապարհ անցնի։ Դրա համար Պողոս Արաքյալն էլ ասում է, այս իմ ժամանակավոր չարչարանքները, երբ որ համեմատեմ գալիք փառքի հետ, ոչինչ են այս չարչարանքները։ Նու նաև մեզ է վերաբերվում, որ յուրաքանչյուր մեկս, եթե հանուն Քրիստոսի մենք այս աշխարհի մեջ նեղություններ են կրում, մեր մասին բամբասում են, սուտ լուրեր են տարածում կամ որևէ խնդիրներ են ունենում, մենք միշտ պիտի սա համեմատենք գալիքի հետ, թե երկնքի արքայության մեջ մեզ ինչ է սպասում։ Երբ որ մենք այդ զգացողությունն ունենք, որ Քրիստոսի հետ պիտի ներկա լինենք, Քրիստոսի ներկայությունը պիտի վայելենք, հավիտենական կյանք ունենանք, այս ամենը մեզ համար ժամանակավոր է եւ անցողիկ է։ Ուրեմն Պողոս Արաքյալը ուրեմն առաքելության կոչվեց նախ որպեսի քարոզի Հիսուս Քրիստոսի կյանքը։ Տեսեք ինչ է ասում, ըստ կյանքի խոստման, որ Հիսուս Քրիստոսի մեջ է, այսինքն այն ճշմարիտ կյանքի, հավիտենական կյանքի համար ինքը կոչվեց, որ քարոզի այս աշխարհի մեջ։ Ուրեմն Աստված ինչ արեց, երբ որ մարդը մեղքի մեջ էր, ինչ արեց Աստված մարդը, հաշտվեց, չէ, ում միջոցով իր որդու, չէ, իր Հիսուս Քրիստոսը իր զավակին զոհաբերեց մարդու հետ հաշտվ, այսինքն ճշմարիտ կյանքը ուղարկեց աշխարհ, որպեսզի մարդիկ կյանք ունենան եւ առավել կյանք ունենան։ Եվ այս կյանքի մասին է Պողոս Արաքյալը ամբողջ քարոզը, դրա համար ասում է, ես չեմ ամաչում քարոզել, որովհետև Քրիստոսի խոստն եմ բերում, կյանքն եմ քարոզում մարդկանց, որպեսզի մարդիկ էլ այդ կյանքը առավել ունենան։ Ուրեմն, բայց ամեն մարդ չէ, որ կարող այս կյանք ունենալ։ Մենք բոլորս ունենք հավիտենական, ճիշտ է։ Երբ որ մենք ծնվում ենք, աշխարհ ենք գալիս, մկրտվում ենք, մեր հավիտենական կյանքը վերականգնվում է։ Բայց ամեն մարդ չէ, որ հավիտենական կյանք պիտի ունենա, որովհետև շատ մարդիկ մերժում են այդ կյանքը։ Քրիստոս տալիս է բոլորին հավասարաչափ, բայց մարդ ինքը նաև պիտի ուզենա այս կյանքը ունենալ։ Ուրեմն այս կյանքն է մասինը, որ Հիսուս Քրիստոսի Պողոս Արաքյալը մնացած բոլոր արեք հետո ամբողջ պատմության ընթացքում եկեղեցին քարոզում է, որ մարդիկ կյանք ունենան, բայց մարդը ինքը պետք է ընտրի այդ կյանքը։ Ընտրությունը մարդուն է։ Դա միակ տեղն է, սիրելիներ, որ Աստված մարդու կարիքը ունի։ Մարդու օգնության կարիքն է։ Մնացած մեր բոլոր խնդիրների մեջ, դժվարությունների մեջ, փորձությունների մեջ Աստված մեզ օգնում է, չէ՞, մեզ դուրս է հանում։ Բայց մեր փրկության հարցում միակ տեղն է, որ ինքը նաև մեր կարիքն ունի։ Թե դու քեզ չուզենաս օգնել, Աստված էլ ինքը չի կարող քեզ օգնել։ Աստված իր ձեռքը մեկնում է, դու պետք է ձեռքը դնես այդ ձեռքի մեջ։ Աստված իր գիրկը բացում է, բայց դու պիտի գրկես իրեն։ Դու պիտի, ոնց որ մենք մեր ձեռքը բացում ենք, երեխան վազելով գալիս թռնում է մեր գիրկը, չէ՞։ Այնպես էլ Աստված միշտ գրկաբաց մեզ է սպասում, բայց վազողը, ընթരാճ գնացողը Քրիստոսին մենք պիտի լինենք։ Եվ այս կյանքի համար, ճշմարիտ կյանքի համար է, որ Պողոս Արաքյալը մնացած արաքյալները կոչվեցին, որպեսզի մենք կարողանանք այդ հավիտենական կյանքն ունենալ։ Երկրորդ համարի մեջ ասում է. «Սիրելի որդի Տիմոթեոսին շնորհ, ողորմություն եւ խաղաղություն Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսից»։ Ինչքան լավ բան է, չի ասում իմ սիրելի որդուն Տիմոթեոսին։ Գիտեք, որ Տիմոթեոսը Պողոս Արաքյալի որդին էր, հավատարիմ, մինչև վերջ մնաց Պողոս Արաքյալի կողմ, շատ սիրում էր, որովհետև ինքն էր մկրտել, ինքն էր թլպատել, որ հрьяաների համար գայթակղություն չդառնա, եւ ամբողջ կյանքում մնաց Պողոս Արաքյալի կողմ։ Իմ սիրելի որդուն։ Այնքան կարևոր բան է, որ որևէ մեկը քեզ այդ զգացումով սիրի, որ դու գիտես աշխարհում կա մեկը, ով քեզ այդ զգացումով սիրում է, անշահախնդրոն է սիրում, եւ ասում է քեզ 3 կարևոր բան՝ շնորհ, ողորմություն եւ խաղաղություն։ Ինչ է սա նշանակում։ Շնորհը, ողորմությունը, խաղաղությունը ումից է գալիս։ Աստծուց, չէ, ապրեք։ Ուրեմն ինչ է սա նշանակում, սիրներ։ Շնորհը նշանակում է Աստծո ներկայությունը մեր կյանքում։ Սա պարգև է,
ուրիշ բառով եթե ասենք, պարգև է, որ Աստված ներկա է մեր կյանքի մեջ։ Սա մեծագույն շնորհն է, որ մարդն ունի, եւ Հիսուս ինչ է ասում, ով որ ճաշակ էս հացը, ես նրա մեջ պիտի բնակվեմ, նա էլ իմ մեջ պիտի բնակվի։ Այսինքն, ինչքան կարևորություն է տալիս մարդուն, որ Աստված ուզում է մարդու մեջ բնակվել։ Եվ ասում է, որ այս հացը ճաշակի, ես էլ նրան վերջին օրը, այսինքն հարության ժամանակ հարություն պիտի տամ։ Ուրեմն Աստծո ներկայությունն է մարդու կյանքի մեջ։ Դրա համար, երբ որ քահանան շրջվում է, ինչ ասում, սա է կյանքը, հարության հույսը, մեղքերի քավությունն ու թողությունը։ Այսինքն, այս ներկայությամբ է, որ մենք ամեն օր մաքրվում ենք։ Տեսեք, կյանքն է, չէ՞։ Մեր ֆիզիկական կյանքի մասին չի խոսում միայն, այլ առավել հոգևոր կյանքի մասին, ով որ ճաշակի իր հոգին հավիտենական կյանք ունենա, հարության հույսն է տալիս մեզ եւ մեր մեղքերի քավություն ու թողություն ենք ստանում Սուրբ հաղորդության մեջ։ Ուրեմն ամենակարևոր խորհուրդը, որ դրվեց մարդու քրիստոնյա կյանքի մեջ, հաղորդության խորհուրդն էր, որով Աստված ամեն րոպե ներկա է մարդու կյանքի մեջ։ Ամեն մարդ այս կյանքում շնորհ ունի սիրել։ Չկա այդպիսի մարդ, չէ, որ բողոքի, որ ինքը պակաս շնորհ ունի։ Բոլորս էլ գոհ ենք, չէ, ինչ որ ունենք, մի բան ասում ենք, Աստված սա տվեց, սա տվեց, սա տվեց։ Այս բոլոր շնորհները Աստված տալիս է, բայց մի կարևոր բան կա, բավական չէ միայն շնորհն ունենալ, այլև այդ շնորհը պիտի դու գործածես, եթե ուզում ես փրկվես եւ Աստված քո կյանքի մեջ ներկա։ Դա նույն բանն է, երբ որ դու գումար ունես, բայց չես ուզում դեղ գնես քեզ համար։ Այդ գումարը արժեք չունի քո կյանքի մեջ։ Դա նույնն է, երբ որ քո ձեռքից Աստված շնորհները տվել, քո ձեռքից ամեն բան գալիս է, բայց դու սոված ես։ Այսինքն դու տաղանդ ունես գեղեցիկ քանդակներ անելու, պատշարելու, սիրուն հյուսնություն անելու, բայց չես անում ու սոված ես։ Նշանակում այդ շնորհը դու ունես, բայց դա փրկություն չէ։ Այսինքն Աստծո ներկայությունն է մեր կյանքի մեջ, սա էլ փրկություն չէ, սիրներ։ Տեսեք Ադամի Եվայի պատմությունը, չէ՞, ինչքան եւ ուրախ ենք, որ տեսնում ենք, որ Աստված մարդ հարաբերություն ինչքան գեղեցիկ էր ստեղծված, եւ մեր տխրություն կա, չէ՞, որ Աստված ներկա էր Ադամի ու Եվայի կյանքի մեջ, չէ՞։ Ամեն օր իրար հանդիպում էին դրախտում, բայց Աստծո ներկայությունը ունենալով հանդերձ, իրենք այլ բան փնտրեցին եւ զրկվեցին անմահությունից, դրախտից եւ դարձան մահկանացու եւ այս երկրի տեղափոխվեցին այստեղ ապրելու համար։ Ուրեմն շատ կարեւոր է, որպեսզի ինչ որ քեզ տալիս է Աստված, դա միշտ գործած է, սպահես, որպեսզի փրկություն գտնես։ Այսինքն միայն մկրտվելով, որ ես մկրտված եմ, սա փրկություն չէ։ Երբ որ դու ասես, որ ես մկրտված եմ հայ եկեղեցու հետևորդ եմ, մենք արդեն 1700 տարի քրիստոնյա ենք, սա մեզ համար փրկություն չէ։ Դու պետք է կարողանաս այդ փրկությունը պահել։ Ինչ որ քեզ տրված է, հիշենք, չէ՞, 10 մանաստների առակը, չէ՞, ասում եմ մեկին տվես 10, մեկին 5, մեկին 1, այն երկուսը ավելացրեցին, վերադարձեցին, ինչ ասեց երրորդը, ասեց Տեր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, եւ տարա հողի մեջ թաղեցի։ Ասում է տղա ջան, եթե չկարողացար աշխատել, կանոն տաներ լումայա փոխներին տայր, այսինքն բարի գործ աներ, տոկոս, այսինքն օրհնությունները վերցնեիր։ Եվ ասում է ինչ որ ունես, որ համարում ես ունես, դա էլ քեզանից պիտի վերցրես տվեք նրան, ով 10 ունի։ Դրա համար այս շնորհը դու պիտի կարողանաս այնպես պահել քո կյանքի մեջ, որ Աստծո ներկայությունը թե քնած ես, թե արթուն ես, թե ճանապարհին ես, թե աշխատանքի մեջ ես, զգաս, որ Աստված ներկա է քո կյանքի մեջ։ Երկրորդ բառը այստեղ ասում է ողորմություն քեզ, իմ սիրելի որդի։ Ուրեմն մենք մինչ Աստծո հետ թշնամի էինք, չէ՞, մեղքի պատճառով թշնամություն էինք անում, նա մեզ հետ հաշտվեց իր որդու միջոցով։ Սա նաև ողորմությունն է Աստծո։ Աստված ողորմեց մեզ։ Ուրեմն ողորմություն բառացիորը նշանակում է փրկություն։ Այսինքն Աստված փրկությունը ձրիաբար տվեց մեզ։ Փրկությունը սա ոչ մեր աշխատանքն է, ոչ մեր աղոթքներն են, ոչ մեր կարողություններն են, դա Աստծո ողորմությունն է մեզ։ Փրկություն Աստված իբրև ողորմություն տվեց մարդուն, որովհետև Աստված ամեն վայրկյանը փորձում է մեր հոգիների փրկությունը բերել մեզ։ Որովհետև մենք ամեն ինչի մասին ամեն օր մտածում ենք, բայց մենք մեր փրկության մասին շատ քիչ ենք անդրադառնում։ Եթե Տերը ողորմած չլինի, մենք կարող ենք փրկվել։ Ոչ, չենք կարող։ Ուրեմն, եթե Տերը ողորմած չլինի, մեր աղոթքները կարող են լսվել։ Ոչ, որովհետև մեր աղոթքներով չէ, որ Աստված մեզ լսում, այլ իր ողորմությամբ է։ Դրա համար միշտ ասում են քո ականջը խոնարհեցրու Տեր եւ լսիր մեր աղոթքները։ Այսինքն քո ականջը խոնարհեցրու, ոչ թե մեր աղոթքները պիտի բարձրանան դու լսես, այլ Տեր քո ողորմությամբ քո ականջը խոնարհեցրու, մեր ականջները լսի։ Եթե այդ ողորմած լինելը չլինի, մենք չենք կարող նայել, լսել, լինել իրար։ Մենք իրար չենք կարող լսել։ Սա էլ մեծ ողորմություն։ Դրա համար մենք միշտ աղոթքի մեջ քրիստոնյաներս մենք Տեր
քո ողորմությամբ դատիր մեզ, ոչ թե քո արդարությամբ։ Այսինքն քո փրկության նայիր մեզ, որովհետև Սուրբ գրքի մեջ ինչ է ասում, Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձը եւ փրկվելը։ Ուրեմն Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մեղավոր մինչեւ իր վերջին կյանքի վայրկյանը գտնի իրեն եւ փրկություն ունենա։ Եվ սա մեծ ողորմություն է մարդու համար, որ ամեն հնարավորություն տրված է քեզ փրկվելու համար։ Եվ երրորդ խաղաղություն։ Ամենաշատ գործածվող բառը, բայց նաև ամենաանարժեք բառը այս աշխարհի մեջ։ Որտեղ մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում խաղաղություն ենք չփնտրում։ Մեր ամբողջ կյանքի ընթացքում մենք այս խաղաղության հետևից վազում ենք։ Հիմա աշխարհի շատ մարդիկ, աշխարհի բոլոր անկյունի մարդիկ, հատկապես հայերը, ուր են վազում, Միացյալ Նահանգներ, չէ, կարծում են թե խաղաղություն այնտեղ է, պիտի գնան այնտեղ խաղաղ, երջանիկ ապրեն, ոչ մի հոգս չունենան, դրախտային երկիր են պատկերացնում։ 19-րդ դարի, 20-րդ դարի հատկապես սկիզբը բոլորի երազանքն էր Ամերիկա գնալը, որովհետև ասում են այնտեղ երբեք պատերազմ չի եղել այդ հողի վրա, բայց այնտեղ խաղաղություն չկա, սիրելիներ։ Երուսաղեմ բառը ինչ է նշանակում։ Խաղաղություն, բայց այդ քաղաքում երբեք խաղաղություն չի եղել։ Նույնիսկ խաղաղության իշխան է, որ Հիսուս Քրիստոս եկավ Երուսաղեմ, էլի խաղաղություն չեղավ։ Ու ինչ է սա նշանակում, որովհետև այս աշխարհի ղեկավարները նախ վախենում են խաղաղությունից, երկրորդ իրենք խաղաղություն չեն սիրում։ Այսօր տեսեք մարդկանց արյուն են թափում, ասում են պիտի արյան թափելով խաղաղություն հաստատենք, չէ, նախ մեր հոգու մեջ այդ խաղաղություն պիտի լինի։ Դրա համար Հիսուս ասում է. «Վերցրեք իմ խաղաղությունն այս աշխարհից չէ, այս աշխարհը չի կարող տալ, որպեսզի ինչ անենք, ասում եմ, ձեր սրտերը չխռովեն եւ դուք չվախենաք»։ Ուրեմն հոգեվոր խաղաղությունից, այսինքն այս աշխարհում ինչ էլ որ կատարվի, ինչ էլ որ մեր շուրջը լինի, մենք մեր ներքին հոգեվոր խաղաղությունը չկորցնենք եւ մենք շատ գեղեցիկ օրինակը տեսնում ենք, երբ որ առաքյալները Հիսուս նավակով լճի մյուս կողմներ անցնում, փոթորիկ էր, առաքյալները այսպես առագաստներն էին քաշում, մեկը թիերներ քաշում, բայց ասում է Հիսուս խաղաղությամբ քնած էր նավակի մի անկյունում։ Այսինքն ցույց է տալիս, որ աշխարհի բոլոր ալեկոծությունները, փոթորիկները, ինչ որ կա մեր կյանքի մեջ, հանկարծ չկորցնեք եւ Հիսուսի խաղաղությունը պահեք մեր հոգու փրկության համար։ Մենք տունն էլ կարող ենք փոխել, քաղաքն էլ, երկիրն էլ փոխենք, բայց եթե մեր ներսում խաղաղություն չկա, սիրելիներ, մենք չենք կարող մեր տեղը գտնել այս աշխարհի մեջ։ Նույնիսկ ամենասիրված մարդկանց շրջապատում մենք փախնում ենք, չէ, երբ ուզում ենք դուրս գանք այդ, որովհետև ուզում ենք որ խաղաղություն չկա։ Մենք ներկայ ենք, ուրախանում ենք, պահում ենք, բայց մեր ներսում անհանգստություն կա, որովհետև հոգևոր խաղաղության պակաս կա։ Դրա համար ասում է յուրաքանչյուր մարդուն պետք է այս շնորհը, ողորմությունը, խաղաղությունը, մյուս ուրիշներում նաև սերն ավելացնում Պողոս առաքյալը, որ գալիս է ասում է Հայր Աստծուց եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Այսինքն միայն Աստված այդ երեքի աղբյուրը, որտեղից կարող ես վերցնել, խմել եւ խաղաղության, սիրո, հարատեվության մեջ ապրել։ Հիմա երրորդ համարը գոհություն եմ մատուցում Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիները, երբ իմ աղոթներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։ Տեսեք ինչքան գեղեցիկ բան է սիրել։ Պողոս առաքյալը որտեղ էր։ Շղթաների մեջ, բանտարկված, չարչարված, մթության մեջ, լքված իր ընկերներից, բարեկամներից, ոչ թե ուղակի մոռացված, այլ իրենք հերոյ են, չէր կարող, ինքը միայնության մեջ էր, բայց չի բողոքում, հակառակ ասում է գոհություն եմ մատուցում Աստծուն գիշեր-ցերեկ։ Շնորհակալություն է հայտնում։ Մենք ինչ ենք աղոթում, Տեր Աստված, այս ցավը ունեմ, այս հիվանդությունը ունեմ, այս խնդիրն ունեմ, հատկապես երբ որ մեր պետությանը վտանգ է սպառնում, մեր ընտանեկան կյանքի մեջ անհանգստություն կա, սկսում ենք այդ դրա համար խնդրել։ Ամեն օր Աստծուց խաղաղություն ենք խնդրում, բայց մոռանում ենք խաղաղությունը երբ պիտի գա, երբ որ դու ուզենաս Տիրոջ հետ լինել, այդ ժամանակ խաղաղություն պիտի գտնես։ Բայց ինքը ասում է գոհություն եմ հայտնում Աստծուն։ Մենք ի տարբերություն Պողոս առաքյալի նաև տրտնջում ու բողոքում ենք, չէ՞, մեր կյանքից։ Ինքը չի բողոքում։ Մթության մեջ, զնդանում, չարչարված, գուցե սոված, պահակախումբ իր կողքը կանգնած, բայց ինքը ասում է գոհություն եմ մատուցում Աստծուն հասցված նեղությունների համար։ Որովհետև այս նեղություններն են երբեմն որ մարդուն բերում են ճշմարիտ Աստված ճանաչողությանը, սիրելիներ։ Շատ մարդիկ ցավոք այս աշխարհի մեջ երբ են դարձ ունեցել, երբ որ իրենց կյանքում ինչ որ վատ բան է պատահել, չէ, կորուստ են ունեցել, կռիվ են տեսել, պատերազմ են տեսել, չարություն, ատելություն ու հանկարծ Աստծուն հանդիպել են այդ ճանապարհը։ Բայց ինչքան լավ կլիներ, որ մենք մանկուց Աստծո հետ կարողանայինք քայլել եւ մանկուց Աստծո հետ լինեինք։ Տեսեք, ասում եմ, որին ծառայում եմ, նաև ինչի համար է շնորհակալություն հայտնում, մաքուր խղճով։ Ինչ է խիղճը։ Խիղճը ինչ է։
Ինչ ենք ավարտ մենք քո խիղճը քեզ չի տանջում կամ քո խիղճը քեզ ինչ է ասում։ Հիշում եք Պեպոյի մեջ ասում է սրտի դավթարում էլ չկա գրված։ Լավ, թուղթը չկա, սրտի դավթարում էլ չկա։ Այսինքն խիղճը քեզ չի տանջում։ Ուրեմն ի՞նչն է խիղճը։ Հայրերն ասում են, որ խիղճը Աստծո ձայնն է դրված մարդու մեջ։ Երբ որ դու լավ գործ ես անում, քեզ գովում է, չէ՞, դու խաղաղություն ես գտնում, ուրախությամբ, գլուխդ շատ երջանիկ ես դնում բարձին, բայց երբ որ վատ արարք ես անում, այսպես ներսը քեզ տանջում է, չէ՞, ասենց անդադար քեզ բզում է, էլի որ սխալ ես արել, խիղճը տանջում է, եւ շատ հաճախ էլ մարդիկ որպես այդ խիղճ իրենց չտանջի, սպանում են իրենց խիղճը։ Սպանում են, այսինքն Աստծո ձայնը լռեցնում են իրենց մեջ, որպեսզի այդ խիղճը հանկարծ իրենց արարքները, որ իրենք չար գործում են, իրենց չմեղադրի։ Ուրեմն մարդու խիղճը երբ է մաքուր մնում, սիրելիներ, երբ կարա մարդու խիղճը միշտ մաքուր մնալ այս աշխարհի մեջ, այն ժամանակ, երբ մարդը ինչ անի, իր նմանի նկատմամբ սեր ցուցաբերի։ Այսինքն մաքուր խիղճը մենակ այդ ժամանակ կարող է սպայել։ Այսինքն աշխարհիկ գործերով, գիտությամբ, իմաստությամբ դու չես կարող քո խիղճը մաքուր պայել, որովհետև ուզես թե չուզես, այս աշխարհի կեղտի մեջ պիտի թաթախվես։ Բայց երբ որ դու քո նմանի հանդեպ սեր ես ցուցաբերում, քո նմանին սիրում ես այսպես, ինչպես ինքդ քեզ կսիրեիր, քո մարմինը, քո էությունը կսիրեիր, ուրեմն դու այդ դիմացին մարդուն միշտ մաքրությամբ պիտի նայես, երբեք չար բան չպիտի մտածես։ Ով է իր աշխատակցին կասկածում։ Նա ով որ միշտ ինքը գիտի, չէ, զարտուղի ճանապարհում ինչպես գողանալ, ինչպես տանել, միշտ կասկածում ես։ Քո խիղճը մաքուր չէ, եւ քեզ ասում է, գիտես, սա էլ կանի։ Բայց երբ որ դու չես արել նման բան, քո դիմացի մարդուն էլ երբեք չես կասկածում։ Դրա համար ասում է մաքուր խղճով եմ ծառայել, այսինքն բոլոր մարդկանց հանդեպ սեր եմ ցուցաբերել։ Տեսեք, միայն բարեպաշտական սովորություններ, այսինքն խունգ վառել, պատարակի գնալ, սուրբ գիրք կարդալ, աղոթ քանել, սա բավական է փրկության համար, բավական չէ։ Ինչ է ուրեմն բերդ։ Սանով մարդը նաև հավատացյալ դառնում է։ Չէ։ Այսինքն անհավատ մարդն կարող է գալ խունգ գցել, մոհ վառել, երբեմն էլ գիրքը կարդալ, ուրեմն ինչ է պետք սրա համար։ Ասեցի արդեն, սերը, չէ, սիրելով եւ սրբության կյանք ապրելով դու կարող ես հասնել մաքուր խղճմտանքին։ Ինչու է սերը դրված սիրներ ամենակարևոր տեղում։ Ես ձեզ մի անգամ կարծեմ այս օրինակը բերել եմ։ Երբ որ ասում է հավատքը, հույսը, սերը կարևոր տեղ ունի, եւ մկրտության ժամանակ ենք, չէ՞, մենք հավատք, հույս, սեր խնդրում։ Տեսեք, հավատքը ինքը նման է նավի։ Այսինքն, երբ որ դու մտնում ես նավի մեջ, չէ, ինչքան էլ փոթորիկ լինի, ալեկոծ լինի, դու գնում ես, չէ, քո ճանապարհ, այսինքն այս նավը A կետից գնում ես B կետ, չէ։ Ինքը ապահով է նավի մեջ, ճիշտ է, ինչքան էլ խփել։ Ուրեմն հավատքի նավը նաև եկեղեցին է, որի մեջ երբ որ դու մտնում ես, աշխարհի մեղքի ծովի ալիքները ինչքան էլ գան, քեզ խփեն, փորձությունները, ցավը, անարդարություն ինչքան էլ գան քեզ հարվածեն, դու հաստատուն ես մնում քո կյանքի մեջ։ Առագաստը հույսն է, այսինքն առանց առագաստի նավը կարող է գնալ, չէ։ Ուրեմն առագաստն էլ քո հավատքը տեղաշարժողն է, այսինքն քո հավատքի թևերն է, որ բացում են։ Իսկ սերը ինչն է, այն մեղմ քամին է։ Այսինքն եթե քամին չլինի, նավը չի գնա, չէ՞, ինչքան առագաստները գեղեցիկ բացված լինեն, եթե քամի չկա, նավը չի գնում։ Ուրեմն նշանակում է սերը այս ամենին կենթանություն տվողն է։ Դրա համար, երբ որ դու այս ամենով հանդերձ բարեպաշտական սորցի մեջ խառնում ես սերը եւ սրբության կյանքը, դու մաքուր խղճմտանքով կարող ես գնալ դեպի փրկություն, մաքուր սիրտ պիտի ունենաս։ Եվ տեսեք, հավատքը եւ մաքուր խիղճը միշտ միասին են ընթանում։ Առանց մաքուր խղճի հավատքը թերի է մնում։ Չես կարող այդ հավատքի կյանքը ապրել այնպես, ինչպես պետք է։ Եվ երբ որ սրանք միասին են, եւ այս երկուսը հատկապես մաքուր խիղճը անկեղծ չէ, ինչ է տեղի ունենում, մենք հայտնվում ենք մեղքի մեջ եւ կորցնում ենք մեր հավիտենական կյանքը։ Այսինքն դու սկսում ես մեղք գործել, քո գործած մեղքը միշտ արդարացնում ես եւ հավատքդ փարիսեցու պես դառնում է կեղծավոր հավատ։ Դու պահում ես արտաքին կողմը, ձևն ես պահում հավատքի, բայց հավատքի բովանդակության մեջ այդպես էլ չես մտնում։ Այսինքն հավատքի արտաքին կողմը գիտես, տեսեք, բոլորին որ հիմա փողոցում հարցնեք, մատաղը ոնց պիտի անեն, զատիկին ինչ պիտի դնեն սեղանին, սուրբ ծնունդին ինչպես պիտի վարվեն, պայծառակի, այսինքն այս բոլոր տոներին գիտեն, ինչ ուտելիքներ պիտի եփեն, բայց երբ որ հարցնես հոգևոր խորհուրդը, մեծ մասը չգիտի։ Տեղյակ չի, որովհետև իր համար շատ կարևոր է եղել
արտաքին կողմը պահել։ Սրանք սովորություն անենք, հիշում եք, պասուս տոլման միշտ նոր տարուն դնում էին, չէ՞, սեղանին մարդիկ։ Բայց ոչ մեկ չգիտի, որ պասուս տոլման նշանակում է պահքի տոլման է, այսինքն հունվարի, դեկտեմբերի 30-ից եւ հունվարի 6-ը պահք էր։ Եվ ձևական մենք մեն պասուս տոլման պահել էինք, այդ օրը դնում էինք, տարվա մեջ այդ մեկ օրն էին պահում մարդիկ, պահոց ուտելիքը դնում են, բայց իրենք պահքը չէին պահում։ Եվ եղավ որ մեր հավիտենական կյանքը հասնելու համար, գտնելու համար մենք արտաքին կողմերն ենք պահել, բայց սերը եւ հատկապես սրբության կյանքը չենք պահել։ Եվ տեսեք, ասում է, ինչպես իմ նախնիները պահեցին։ Ուրեմն սա շատ կարևոր է, սա նշանակում է, որ միայն, այսինքն նորորյա քարոզներով, նորորյա մեկնություններով դու չես կարող փրկվել, եթե հետ չվերադառնաս, տեսնես թե Գրիգոր Լուսավորիչը, օրինակ, ոնց դարձ ունեցավ, ոնց քրիստոնեությունը քարոզեց, Գրիգոր Նարեկացու գրված աղոթքը 1000 տարվա գրված հուշ չէ, դու այդ աղոթագիրքը միշտ պիտի կարդաս, Ներսես Շնորհյանը ինչ մեկնություն է գրել, Գրիգոր Տաթևացին ինչ է, այսինքն դու պիտի գնաս քո նախնիների արմատին, աղբյուրին հաղորդակ, այնտեղից ջուր խմես, որպեսզի այսօր ինչ որ մեզ բերում են, քարոզում են, մեր կյանքի մեջ այս նորությունները ճշմարտությունը չխեղաթյուրեն։ Մի օր սիրելիներ, օրինակ այստեղ շատ տիպիկ է, պատմեմ ձեզ, մեկը գալիս Արամ Խաչատրյանի մոտ, ասում է վարպետ, սիմֆոնիա եմ գրել, այսպես վերցնում է, վարպետը թերթում է, հա, ասում է ինչ կասեք, նոր բաներ եմ բերել, ասում է հա, նորը ասում է գեղեցիկ չէր, գեղեցիկն էլ նոր չի։ Իսկ Առնո Բաբաջանի մոտ մեկը գնում է, այսպես նայում, ասում է, այս լավ նոտայի տետր որտեղից ես գնել։ Այսինքն մեջը ոչինչ չկա գրված, էլ անշնոր բաներ ա, ասում այս նոր տետերը լավ որտեղից ես գնել։ Հիմա նույնը մեր կյանքի մեջ է։ Նորը կարող է գեղեցիկ չլինել, գեղեցիկն էլ այսօրվա կարող է նոր չլինել մեզ, որտեղ ավելի գեղեցիկը կա այնտեղ մեզ փոխանցված։ Մենք սա թողել ենք, չենք կարդում։ Մեր հայրերը ոնց են այդ հավատքը պահել, ոնց են պայքարել, ոնց են ներկայացրել։ Այս ամբողջ ճշմարտությունը չենք կարդում։ Այսօր ով ինչ է լինում, խոսում է, մենք չենք, որտեղ մենք մեր աղբյուրը չգիտենք, մեր արմատից կարճած չենք, հավատում ենք, շեղվում ենք ճշմարտությունից եւ գնում ենք։ Դրա համար Պողոս Արաքյալն այստեղ ասում է իմ նախնիներին, երբ իմ աղոթներում նաեւ գիշեր-ցերեկ քեզ եմ հիշում։ Տեսեք սիրելիներ, գիշեր-ցերեկ Երանի այն մարդուն, ով գոնե գետ մեկ հոգի կունենա, որ իր համար միշտ կաղոթի։ Երանի մեկը ունենանք մեր կյանքի մեջ, որ գիշեր-ցերեկ մեզ համար աղոթ։ Տեսեք, ասում է գիշեր-ցերեկ ինքը բանտում նեղության մեջ, բայց անդադար աղոթում էր Տիմոթեոսի եւ բոլոր քրիստոնյաների համար։ Սա ամենագեղեցիկ ու ամենաքաղցր զգացողությունն է, որ կա մեկ ով միշտ քո համար աղոթում է։ Որ կա մեկը, որ Աստծուն միշտ քեզ համար խնդրում է։ Երբ գիտես այս մեկը նաև սիրում է քեզ եւ անկեղծությամբ ու խորապես այս ամենը անում, ոչ թե ձևականորեն։ Շատ մարդիկ են մեր կյանքի մեջ հայտնվում, հեռանում, բայց մատների վրա մարդիկ են, ովքեր մեզ համար աղոթում են նաև։ Եթե մեզ համար չաղոթեն, մենք չենք հաջողի։ Դրա համար նաև Գործք առաքելության մեջ Պողոս Արաքյալն ասում է դրա համար էլ արթուն կացեք եւ միշտ հիշեցեք, որ ամբողջ 3 տարի գիշեր-ցերեկ առանց դադարի յուրաքանչյուրիդ մեկ-մեկ արտասունքով խրատեցի։ Այսինքն լացով նույնիսկ խրատեցի, խոսեցի, որ մեղքից հեռու մնանք, մեղքի կյանք չապրեք այս աշխարհի մեջ։ Եթե մեր աղոթքները չլինեն, մեզ համար մարդիկ չաղոթեն, մենք շատ շուտ կսայթակենք, սիրելիներ։ Հիսուս ինչ էր արում, հիշում եք, որ ասում է Պետրոս, ասում է Տեր, ես պատրաստ եմ քեզ հետ կգամ, ինչ ասում Հիսուս Պետրոսին, ասում է Պետրոս, սատանան ուզում էր ձեզ ցորենի հասկերի պես հնձել, բայց ես աղոթեցի, որպեսզի ձեր կյանքերին չդիպչի, չկպնի։ Այսինքն սատանան մեզ ուզում է հնձել, մաղել մեզ, ոչնչացնել, բայց Հիսուս միշտ մեզ համար աղոթում է, որպեսզի մեր կյանքերին չդիպչի։ Ինչ որ կարող է բերել մեր կյանքի մեջ, փորձություններ, գայթակղություններ, մեղքի մեջ գցել մեզ, նույնիսկ մեղքի մեջ խորտակել մեզ, բայց Հիսուս միշտ անդադար աղոթում է, որ մենք մեր կյանքը չկորցնենք այդ ամենի մեջ։ Մենք իրար համար աղոթում ենք, որպեսզի մեր սեր իրար հանդեպ չպակասի։ Մենք իրար համար աղոթում ենք, որպեսզի իբրև Աստծո ընտանիք մեր ընտանիքի մեջ բաժանում չլինի։ Մենք իրար համար աղոթում ենք, որպեսզի մեկս մյուսով կարողանանք ուժեղ լինել։ Եթե շղթայի օղակները, եթե որևէ մեկը թույլ եղավ, շղթան կտրվում է, չէ՞։ Այսինքն եթե մեկս մյուսի համար չաղոթենք, այդ սիրո շղթան կփոկվի եւ շատ հեշտությամբ մեզ հատիկ սատանան կարող է ցիրուցան անել։ Դրա համար շատ կարևոր մեր կյանքում ունենք մեկին, ով խորապես եւ ամբողջությամբ
միշտ գիշեր ու ցերեկ մեզ համար աղոթ կանի Տիրոջ օրինակի համաձայն սիրելիներ։ 14-րդ համարը հիշելով քո արտասունքները բուրըն ցանկություն ունեմ քեզ տեսնելու, որպեսզի լցվեմ ուրախությամբ։ Ուրեմն գործ առաքելուց մեջ հիմա այդ հատվածը ձեզ կընթերցեմ։ Ին Պողոս Արաքյալը այստեղ հիշում է, որ Տիմոթեոսին վերջին անգամ տեսել էր Եփեսոսից հեռանալից, երբ որ հրաժեշտ էր տալիս, բոլորը այնտեղ Պողոս Արաքյալին հաջող անելուց լաց եղան, ասում է բոլորն էլ շատ լաց եղան եւ Պողոսի վզովն ընկնելով համբուրում էին նրան, մորմոքվում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, թայլևս իր երեսը չեն տեսնելու։ Այսինքն Պողոս Արաքյալը երբ որ Եփեսոսից հեռանում էր, հիշում եք 3 շաբաթ էր քարոզել Պողոս Արաքյալը այնտեղ, երբ որ հեռանում էր, բոլորը գրկախառնված լացնես նաև մորմոքում էին, ցավ էին ապրում, որտեղ Պողոս Արաքյալն ասել էր այլևս իմ երեսը չեք տեսնել։ Այսինքն ես գնում եմ նահատակության, նաև սրա համար։ Բայց Պողոս Արաքյալը ինչ ասում Տիմոթեոսին, որ ուզում եմ երեսդ տեսնեմ, բուրըն ցանկություն եմ քեզ տեսնել, որպեսզի լցվեմ ուրախությամբ։ Տեսեք, ուզում է տեսնել, որպեսզի ուրախությամբ լցվի։ Ինչքան կարևոր, այստեղ նաև Պողոս Արաքյալի մարդկային ցանկությունը, չէ՞, բանտում, միայնակ, երբ որ մեկը քեզ այցի է գալիս, դուռը բացվում են, դու այդ զգացողությունը, չէ, ուրախության։ Հիմա ձեզ պատկերավոր մի օրինակ պահեմ։ Պատկերացրեք Հիսուսի խաչելության առավոտը, սիրելիներ։ Բարաբան սպանության համար ապստամբության դատապարտված էր, պիտի խաչվեր։ Հանկարծ ինքը փողոցում ձայներ է լսվում, հետարքում է, ինչ է կատարում, ասում են դե Հիսուս Նազորեցուն, այսպես, մեկ էլ դուռը բացում են, ասում են Բարաբա դու ազատ ես։ Քո փոխարեն Հիսուսը պիտի խաչվի։ Ասենք մարդու անակնկալ ուրախությունը, բանտի մեջ փակվող մարդը։ Ես որ շատ հաճախ բանտում այցելում եմ հատկապես պատժախցեր, որ դուռը բացում են, ինձ տեսնում են, ասենց մարդու այդ ցավը միանգամից կորում է, որովհետև Տեր հայրը եկավ իրեն տեսնելու, աղոթել, ինքը հնարավորություն ունի, կամ երբ որ ցմահ բանտարկյանների դուռը բացում է, ես մտնում եմ ներս իրենց հետ, կարող է մի ժամ, 2 ժամ դուրս չգա, նույնիսկ հոգևոր զրույց չկարողանային կանել, որովհետև այդ կարոտած վիճակը ինչքան ուրախություն էր պատճառում։ Պողոս Արաքյալը գիտեր, բանտում իրեն մահ է սպասում, գնում է դեպի մահ, բայց ասում է շատ կուզենամ նախ քո արտասունքները, որ հիշեցի, երկրորդն էլ ուզում եմ այդ ուրախությունը ապրել։ Քրիստոնյան ինչպես կարող է ուրախությունը ապրել, սիրելիներ։ Պողոս Արաքյալի այս տողը պատկերավոր մեր հոգին է։ Մեր հոգին էլ ուզում է Քրիստոսին տեսնել, որ ուրախանալ։ Մենք մեղքի պատճառով մեր հոգին շղթայում ենք, կապում ենք, իրեն զնդանն ենք գցում, եւ մեր հոգին ինչպես այրի կնոջ առակի մեջ, չէ, որ ասում է իմ դատը տես, հոգին էլ մեզ անդադար ասում է իմ դատը տես, մի քիչ էլ իմ մասին մտածիր։ Ու հանկարծ երբ որ մարդ հակամայից իր շուրթերը բացում է, աղոթում է, Տիրոջը խնդրում է, Հիսուսն իր կյանք է հրավիրում, իր հոգին լցվում է ուրախությամբ, հրեշտակները սկսում են իր հոգու մեջ գովերքել, փառաբանել եւ մարդը ապրում է այդ ուրախությունը։ 5-րդ համարը մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որը նախապես կար քո տատի Լավոդիայի եւ քո մոր եւ Նիկեի մեջ։ Վստահ եմ, որ քո մեջ էլ կա։ Տեսեք սիրելիներ, ինչքան գեղեցիկ տող ասում է քո հավատքը, որ կար նախ քո տատու եւ քո մոր մեջ, հիմա էլ քո մեջ կա։ Շատ քրիստոնյաներ ինչպես են հավատացել Քրիստոսին, ինչ են ասում, որ մայրս կամ տատս կամ հայրը շատ հավատացյալ էին, մանկուց մեզ այդ ամենը սովորեցրել են, մենք էլ այդպես մեծացել ենք։ Այսինքն շատ կարևոր է թե ընտանիքում ինչ օրինակով են քրիստոնեությունը պահել, պահպանել եւ ինչպես է մեզ փոխանցվել։ Տեսեք, այսպես էր նաեւ Տիմոթեոսի կյանքի մեջ։ Գործք առաքելու մեջ ասում է Պողոսը եկավ հասավ Դեբրե եւ Լյուստրա եւ այնտեղ Տիմոթեոս անով մի աշակերտ կար, հավատացյալ հրեա կնոջ եւ հեթանոս հոր որդի, որը վկայված էր լյուստրացի եւ իկոնացի եղբայրներից։ Ուրեմն մայրը քրիստոնյա էր, հայրը հեթանոս, բայց մոր հավատքով Տիմոթեոսը հավատացյալ մարդ էր մեր, ասում է վկայված էր այդ երկու քաղաքների ամբողջ ժողովուրդը, որ Տիմոթեոսին ճանաչում էր, գիտեր, որ ինքը շատ հավատք ունեցող մարդ է։ Ինչ է սա, սիրելիներ, խոսում, ինչի մասին է խոսում, որ շատ կարևոր է թե ընտանիքում ինչ արժեքներ կան։ Հիմա տեսեք, տարեցների համար, օրինակ, երբ որ Միացյալ Նահանգներում լինեք, կտեսնեք այնտեղ թաղամասեր կան, գրած է +60, այսինքն այստեղ ապրում են 60 տարեկանից ավել մարդիկ, կա 70, կա 50, որ ոչ մի երիտասարդ, ոչ մի երեխա չի կարող այնտեղ մուտք գործել։ Իրենց զբաղեցնում են,
այդ իրենց տների կողքը կա նաև եկեղեցի, մի քիչ են կողմել գերեզմանատուն, էլի, որ այդպես հետո կամանց, որոնք իրենց ընտանիքներին թողնում են, գալիս են առանձին ապրում են, նաև Ամերիկայում կա մեծերի մանկապարտեզ, որ 60, 70, 80 տարեկան կանայք գնում են այնտեղ, նույն ձևով երգացնում են, պարացնում են, զբաղացնում են։ Հիմա տեսեք, ինչքան ենք մենք քրիստոնեությունից հեռացել, որ այսինքն տան մեծը մայրը հեռանում է տանից ու միայնակ, բայց տեսեք, ասում է քո տատը, քո մայրը քո մեջ սերմանեցին քրիստոնեությունը։ Այսօր Հայաստան աշխարհի մեջ մեր շատ տատեր պարապ են, չէ, ոչ աշխատում են, ոչ այստեղ մանկապարտեզ կան գնան, ոչ ինչ որ զբաղմունքի տեղ կա, տանը նստած են ամբողջ օրը, բայց երբեք Աստծո խոսք չեն խոսում։ Երբեք։ Նախ իրենք չեն կարդում, իրենք չեն անում այդ ամենը, հետո իրենց թորներին սովորեցնեն։ Կնստեն իրենց թորներից սերիալ կնայեն, անշնորհք հաղորդումներ կնայեն, հեռախոսով երբեմն խաղ կխաղան, այս կանեն, այն կանեն, բայց աղոթել միասին տեղ գնալ չես կարողանում։ Երբ որ շատ հաճախ ինձ համար այդ հարցը միշտ տանջում է, որ լավ, այսքան պարապ մարդ կա այս քաղաքի մեջ, լավ գոնե եկեղեցի կիրակի օրը չուզենա, տանից դուրս գա, մի բան գոնե իր կենցաղը փոխի, հա։ Այսինքն ամբողջ օրը նույն հելանք, արթնացանք, նախաճաշեցինք, նստեցինք, հեռախոսի մեջ խաղացինք, ճաշեցինք, ընթրինք արեցինք, պարկեցինք, քնեցինք, լավ, դու չես հոգնում ես առօրյայից։ Մի անգամ գոնե չես ուզում դուրս գաս, հետարքեր մի բան գտնես քո կյանքի մեջ։ Լավ, արդեն գնում ես մահվան, քեզ չհետարքում, քո կյանքը ինչ պիտի լինի, քեզ ինչ է սպասվում։ Այդ տեսեք ինչքան կարևոր է, որ ընտանիքի մեջ ոնց է փոխանցում այդ ամենը։ Երբ որ երեխան տեսնում է իր մեծերը չեն աղոթում, ինքն էլ այդպես մեծանում, հետո շատ դժվարությամբ այդ մարդը կարող է դարձ ունենալ։ Եվ այստեղ Պողոս Սարաքյալը մեզ եւ Տիմոթեոսին ինչ է հիշեցնում, որ քրիստոնյա լինելու համար սրանք կարևոր են, բայց նաեւ փրկության համար մենք էլ պիտի աշխ։ Դեռ ասում է քո մեջ էլ կա այդ հավատքը։ Այսինքն, եթե քո տան անդամը քրիստոնյա է, հավատացյալ է, բայց դու այդ ամենով չես ապրում, դա քեզ չի փրկում։ Այսինքն, ես ինչքան դուք էլ ինչքան ուզեք ձեր զավակների համար աղոթեք, մենք իրենց պաշտպանում ենք մեր աղոթքներով, բայց փրկվելու համար իրենք պիտի աղոթեն, իրենք պիտի ջանք դնեն, որպեսզի Քրիստոս գա իրենց մեջ բնակվի։ Աստծո քանկությունն ու փափակն է, որ երեխաները հետևեն իրենց հավատացյալ ծնողների օրինակին, իրենց տան անդամներին, բայց արդեն կախված է, թե մեծերը ինչպես կվարվեն։ Եվ այստեղ շատ գեղեցիկ մի պատմություն պատմեմ ձեզ։ Մի օր Ալեքսանդր Մակեդոնացին հաղթանակած, իր ամբողջ զորքը շարված, այսպես հանդիսավոր մտնում է սորահրապարակ, եւ այնտեղ տեսնում մի զինվոր, ասես վախեցած, կուչ եկած, մոտենում ասում է զինվոր անունդ ինչ է, ասես վախեցած ավելի ասում է Ալեքսանդր, ասում է տղա կամ անունդ փոխիր, կամ անվանդ համապատասխան կեցված կընդունիր։ Այսինքն եթե դու քրիստոնյա ես, բայց դու վախում ես, քրիստոնյայի անվանը համարժեք կյանք չունես քո տան մեջ, քո գործի մեջ, քո աշխատանքի մեջ, ուրեմն մի ասա, որ ես քրիստոնյա եմ։ Ես հավատում եմ Աստծուն։ Սատանան էլ է հավատում Աստծուն։ Ինձանից շատ վախենում է։ Ինձանից շատ լավ սուրբ գիրք է, ինձանից շատ լավ ամեն բան տեղյակ է, բայց միշտ հակառակն է անում եւ տրված իր շնորհը կորցնում է։ Դրա համար Սատանան մի օր բողոքում է ասում է մարդիկ ինչքան մեղքեր ասես գործում են, բայց դու ներում ես, իսկ ես մի անգամ սխալվեցի, չներեցիր, Տերն ասում է, բայց դու երբեք չես ասել ներողություն կամ մեղա Աստծո, երբեք չես ասել։ Ուրեմն սա շատ կարևոր է մեր կյանքի մեջ, որ եթե մենք ուզում ենք նաև այս օրինակն էլ բերեմ, որ շատ տարածված է, հատկապես մեր իրականության մեջ, երբ որ ասում ես երեխային ինչու չեք փոքր ժամանակ մկրտում եկեղեցի բերում, ամենավատ պատասխանն եմ լսում, թող ինքը մեծանա, որոշի։ Այսինքն դու իր ուտելիքի ժամը, չափը որոշում ես, իր հագնելու շորը որոշում ես, որ դպրոցը սովորի, ում հետ ընկերություն, նույնիսկ ում հետ ամուսնանա, սա դու ես որոշում, բայց երբ որ գալիս է Աստծունը, ասում ես թող ինքը մեծանա, որոշի։ Եթե դու քրիստոնյա ես, դու հավատում ես հավիտենական կյանքին, դու ոնց կարող ես թողնել քո երեխան այդ ամենից հեռու ապրել, հետո ինքը մեծանա ու որոշի։ 6-րդ համարը ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծացես Աստծո շնորհը, որ տվեցի քեզ իմ ձեռքերը դնելով քեզ վրա։ Ինչ է սա նշանակում։ Այսինքն Պողոս Սարաքյալը հիշեցնում է Տիմոթեոսին նաև մեզ, որ մենք պետք է բոցավառ, այսինքն կրակ անդադար թեժացնենք Աստծո շնորհի, այսինքն Աստծուց տրված մեր հավատքը հանգած կրակի պես չպիտի լինի, այսինքն դու անդադար պիտի կրակը թեժացնես, որպեսզի լուսավորի, չէ՞,
Երբ ենք մենք կրակին մոտենում, երբ որ ինքը վառվում է, նախ լույս է տալիս եւ երկրորդ ջերմանում ենք, չէ՞։ Մենք դրա համար ենք մոտենում կրակին։ Ուրեմն հավատքն էլ այդպես քեզ պիտի ջերմացնի եւ քեզ պիտի լուսավորի քո այս երկավոր կյանքի ընթացքում։ Մենք նաեւ սիրելիներ ինչ ենք անում։ Աստծոս տրված օրհնությունները մի կողմ ենք դնում, այս աշխարհին ենք վերցնում։ Դրա համար ասում եմ քեզ հիշեցնում որ անդադար այդ կրակը վառ պահես։ Ինչու համար։ Ինչպես Տիմոթեոս այնպես էլ մենք սիրներ, պարգևների կարիք չունենք, չէ՞, նոր շնորհների կարիք ունենք, նոր պարգևների կարիք չունենք։ Ամենամեծ պարգևը Քրիստոսին ունենք մեր կյանքի, այսինքն նոր պարգև չունենք։ Ամբողջ ասածը սա է, որ ունեցածը պահիր, կարճիր, ինչ որ անցյալ անգամվա դասի մեջ, չէ՞, ասում եք քո հավատքից կարճիր, ամուր բռնի քո հավատքը, կռվի քո այդ հավատքի մեջ։ Այսինքն նոր բաներ քեզ պետք չեն։ Ընդհանրապես պետք է այդ հավատքը կենթանի պահել, առողջ պահել, մաքուր պահել եւ այդ հավատքով ապրել այս աշխարհի մեջ։ Ինչը որ տրված է մեզ։ Ուրեմն Աստծոս տրված շնորհները չօգտագործող մարդը ում է նման, որ դու ունես, բայց չես օգտագործում։ Նմանը հայրերը ասում են նման այն մարդուն, ով լույսը թողնում է, գնում է մնության մեջ, նստում է, ասում է լույս չկա։ Այսինքն որ դու չես մոտեցել լույսին, ինչպես Հովհաննեսի ավետարանի մեջ ասում է լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին։ Այսինքն եկավ ճշմարտությունը մեր կյանքի մեջ, մենք չուզեցինք ապրել։ Երբ ենք մենք ճշմարտության հետ համաձայն, երբ որ այդ ճշմարտությունը մեզ չի դատում, չէ՞, այդ ճշմարտությունը մեր մեղքերը ցույց չի դնում։ Երբ որ մեզ գովերքում է, մենք սիրում ենք այդ ճշմարտությունը, բայց երբ որ ճշմարտությունը ասում ես մեկին, որ իրեն ցավ է պատճառում, ինքը մերժում է այդ ճշմարտությունը եւ դու դառնում ես այդ մարդու թշնամին։ Այնպես էլ մարդը, Քրիստոսին ունեցող մարդը, որ լուսավոր կյանքը թողնում է, խավարն ավելի շատ է սիրում, ինքը կորցնում է այդ ամենը։ Ինչ է ասում Պողոս Արաքյալը, սրա մասին խոսել ենք Թեսաղոնիկյան նամակի մեջ, ասում է՝ մի հանգցրեք Սուրբ Հոգու կրակը ձեր մեջ։ Այդ կրակը մի հանգցրեք, միշտ վառ պահեք։ Երբ անտարբեր ենք մնում, Սուրբ Հոգու կրակը մարում է մեր մեջ։ Սա էլ անտարբերություն 8-րդ մահացու մեղքը։ Մենք 7 մեղքերը միշտ թվարկում ենք, բայց այսօր աշխարհում ավելի շատ մեծ մեղք կա, դա անտարբերությունն է։ Նախ մարդը Աստծո հետ ունեցած հարաբերության մեջ, երկրորդը մարդը մարդու հարաբերության մեջ եւ երրորդը մարդը իր հանդեպ այդ անտարբերությունն ունի։ Եվ տեսեք այդ կրակը վառ պահելու մեջ ճանապարհին, երբ որ մենք երեխային ասում ենք ինչքան ես մեզ սիրում, ինչ անում ինքը։ Այսքան չէ, աշխարհի չափ, ամպի չափ։ Հիսուս մեզ ինչքան է սիրում։ Այլ այսքան, չէ, խաչ է։ Այսքան է սիրում Հիսուս մեզ։ Այսինքն այդ կրակը վառ պահ, այսքան սիրում եմ ես քեզ։ Միշտ բաց է իմ ձեռքերը քեզ ընդունելու համար։ Ուրեմն այդ երեխայի օրինակով այստեղ այս падգամն է, որ միշտ հիշես, որ վառ պահես այդ սերը, միշտ հետո չասես այսքան կամ ում է շատ սիրում։ Որ հարցում ենք մամային է շատ սիրում թե պապային, այս հարցը սատանան է դնում իր առջև, աշխարհն է շատ սիրում թե Աստծուն։ Աստված քեզ այսքան բաներ արգելում է, աշխարհը քեզ այսքան բան թույլ է։ Հիմա դու ում ես շատ սիրում։ Եվ մարդ ասում է դե Աստծուն այսքան, աշխարհն այսքան, մամային այսքան, պապ, նույն բանն է սիրելիներ։ Այդ ընտրությունը միշտ դրված է մեր մեջ, որպեսզի դու կարողանաս Սուրբ Հոգու կրակը ջերմությունը միշտ պահես մեջ, ջերմանաս, այն որ աղոթում ես մեկը զգում ես ներքը տաքանալով իջավ, չէ՞, ասես ոտքերի ծայրից այդ ջերմությունը դուրս եկավ, այդ Սուրբ Հոգու ներկայությունն է քո կյանքի մեջ։ Այն որ դու աղոթում ես, մեկը զգում ես մարմինը տաքացավ, դու ինչ որ ջերմություն, այն որ դու գրկում ես մեկին լավ սեղմում ես, այդ նույն սեղմվածությունը զգում ես քո կյանքի մեջ, որ Տերը գրկեց քեզ, ընդունեց քո աղոթները, քո սերը, քո խոստովանությանը պատասխանեց իր գրկախառնությամբ։ Եվ այսօրվա վերջին 7-րդ համարը որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Սա ամենագեղեցիկ տողերից մեկն է։ Աստված մեզ ինքն վախկոտության հոգի չի տվել, էլի, զորության, սիրո եւ զգաստության։ Ինչ է սա նշանակում։ Մենք բոլորս ամեն մարդ այս կյանքի մեջ վախ ունի, չէ՞։ Վախեր ունենք, բայց մի քիչ էլ նաեւ վախկոտ ենք, չէ՞։ Հավատացյալ մարդը վախկոտ է, չէ։ Հավատացյալ մարդը չի կարող։ Եթե մարդը վախենում է, վախը Հիսուս ինչ է ասում, թերահավատության նշան է։ Եթե մեկը վախենում է ինչ-որ բան կորցնելուց, ուրեմն ինքը թերահավատ է հավիտենական կյանքի հանդեպ։ Երբ որ դու վախենում ես ինչ-որ բան տալուց, ուրեմն դու նաև թերահավատ ես ողորմության մասին, որ Տերը քեզ ավելիով պիտի տա։ Բայց հավատացյալ մարդը չի վախենում, Հիսուս ինչ ասեց. Ես հաղթեցի աշխարհին, այլևս մի վախեցեք։ Եվ Աստվածաշնչի մեջ, երբ որ ծայրից ծեր կարդաք, 365 անգամ գրված է՝ մի վախեցիր։
Այսինքն քո ամեն օրվա համար Աստված ասում է մի վախեցիր, քեզ վախկոտության հոգի չեմ տվել, երջոտության հոգի չեմ տվել, քեզ զորության, սիրո, զգաստության հոգի եմ տվել, որ դու հաղթես։ Եվ վերջապես, սիրելիներ, երբ որ Հիսուս հայտնում էր աշակերտներին, ինչ էր ասում, մի վախեցեք, ես եմ։ Այսինքն քո բոլոր ճանապարհների մեջ Հիսուս ասում է ես եմ, մի վախեցիր։ Եվ մենք իբրև քրիստոնյա իրավունք չունենք վախենալ։ Հիսուս հաղթանակել է, այդ հաղթանակած զենքը, որ հավատքն է, հույսն է, սերն է, տվել է մեզ։ Հաղթանակած թագավորի, հաղթանակած զինվորներն ենք մենք։ Հաղթանակած Աստծո հավատացյալներն ենք մենք, որ ինչ էլ որ մեր կյանքի մեջ պատահի, մենք իրավունք չունենք վախենալու։ Հիմա տեսեք Տիմոթեոսը, նաև այս տողերը Տիմոթեոսին ինչ է գրված, Տիմոթեոսը իր կյանքով, իր կենցաղով երկչոտ էր եւ ամաչկոտ էր։ Ամաչկոտ հիմա ասում է, որ դու առաջնորդ ես, չես կարող վախեցած լինել, վախկոտ լինել։ Առաջնորդը հոգևորականը քրիստոնյան չի կարող վախկոտ կամ ամաչկոտ լինել։ Դու քաջություն ունենաս, որպեսզի հաղթահարես։ Եվ Աստված նրան Սուրբ Հոգու զորությամբ տվել էր այդ շնորհները։ Եվ ամեն մեկին, ով որ իրականում Սուրբ Հոգով լցվում է, ինքը չի վախենում ոչ մի բանից այս աշխարհի մեջ, սիրելիներ։ Ով որ Սուրբ Հոգին ունի իր կյանքի մեջ, ինքը մի զորավոր է եւ հաղթական շնորհներ ունի։ Աստված մեզ ինչ է անում։ Մեծ ու զարմանալի գործեր անել։ Նաև այն շատ հաճախ երկչոտ մարդկանց միջոցով հիշում եք։ Մովսեսին որ ասես պիտի գնաս Փարավոնի մոտ, ասեց, բայց ես ոնց գնամ։ Ես վախկոտ թույլ մարդ եմ, թոթով, գիտեք, թոթովախոս էր Մովսեսը, բայց լցվեց ու գնաց թաքուր, ասեց Աստծո ժողովրդին պիտի ազատ արձակես։ 12 առաքյալների, չէ, ձկնորսներ էին, կոպիտ ձեռքերով, կոպիտ բնավորությամբ, չէ, աշխատող մարդիկ են։ Բայց հանկարծ ասես ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ։ Երբ որ մեզ ինչ ասում, երբ որ ձեզ քարշ տան դատարաններ, թագավորների առջև, չվախենաք ինչ պիտի խոսեք։ Ես պիտի խոսեմ ձեր փոխարեն։ Այսինքն Սուրբ Հոգով պիտի լցվեք եւ պիտի խոսեք, չպիտի վախենաք։ Հիշում եք Պողոս Արաքյալի աշակերտ Օնոսիմոսի հետ որ անցնում էինք, որ ասում է դատարանում, ասեր ես մի ժամանակ գնված ստրուկ էի, հիմա Քրիստոսի արյամբ ազատագրված քրիստոնյա եմ, չեմ վախենում մահից։ Այսինքն ստրուկը, որ վախ ուներ, հանկարծ ասում է, ես մահից չեմ վախենում։ Եվ Պողոս Արաքյալի գեղեցիկ խոսում եմ, մահ ուր է քո խայթոցը, այսինքն քո խայթելուց էլ չեմ վախենում, որովհետև Քրիստոս Հիսուս ունեմ իմ կյանքի մեջ։ Երկրորդը սա զգաստության, զորության մասին էր։ Երկրորդը ասում է սիրով լցվենք, այսինքն երկչոտության հոգի չունեք, զորության եւ սիրով լցվելու ունենք։ Սերը ինչ է սներ։ Սերը ինչ է։ Ապրում է, չէ՞, այսինքն զգացողություն է, սերը ինչն է, կյանք է, չէ՞։ Սերը ինչ է, անմահություն է, չէ՞։ Այսինքն ովքեր սիրում են, իրենց համար ժամանակ գոյություն ունի, չունի։ Սիրող մարդու համար ինքը միշտ երանության մեջ, հավերժության մեջ է։ Ուրեմն սերը այս կյանքն ու ապրում եւ նա, ով ատում է, չի կարող սիրել։ Սա շատ կարևոր բան է, որ մենք պիտի հիշենք։ Նարդիկ, ովքեր իրենց մեջ ատելություն կա, չարախոսություն կա, իրենք չեն կարող սեր ունել իրենց մեջ։ Երբ մեր միջից դուրս գա այդ զգացողությունը, որ ատելություն ունենք եւ սկսենք դիմացինին սիրել, մենք այդ սերը նաեւ մեր կյանքի մեջ կլցնենք։ Շատ կարևոր է դիմացինին սիրել։ Եվ երբ մեր միջից դուրս գա դիմացինին սիրելու վախը, այսօր մենք վախում ենք, չէ՞ ամեն մարդու սիրել, ամեն մարդու մեր տուն թողել։ Այդ վախը, որ մեր միջից հանենք, Սուրբ Հոգու սերը կլցվի մեր մեջ։ Սա սրանից է, որ մենք աշխարհի սերն ենք լցրել մեր մեջ, աշխարհի սիրով ենք շրջապատված, ոչ թե Սուրբ Հոգու սիրով։ Եվ այդ վախը, որ հանենք, մենք կարողանանք լցվել այդ Սուրբ Հոգու զորությամբ, սիրով եւ զգաստությամբ։ Շատ կարեւոր է սիրել մարդուն առանց վախենալու։ Մի վախեցեք։ Մայր Թերեզա ամենագեղեցիկ խոսքն է, ասում է, մարդիկ օգնության կարիք ունեն։ Երբ որ դրանց օգնես, կհարցակվեն քեզ վրա, բայց դու օգնիր մարդկանց ամեն դեպքում, չդադարես օգնելուց։ Քո մաքրություն, ազնվությունը ասում է, քեզ խոցելի են դարձնում, բայց չդադարես մաքուր ու ազնիվ լինել ամեն դեպքում։ Ասում է, դու աշխարհին ունեցած ամենալավ բաները ու մարդիկ փշրեն քո ատամները, բայց դու ամեն դեպքում տուրք ունեցած ամենալավ աշխարհին։ Ինչ որ ունես, որտեղ այդ ամենալավը, որ քո մեջ դրված է, դա Աստծուց է։ Մենք ինչ որ անում ենք, Քրիստոսով ենք անում, Քրիստոսի համար ենք անում, մեզ համար չենք անում։ Եթե ինքնանպատակ չդարձնես, այսինքն եթե դու սերը հանես Քրիստոսին, հանուն Քրիստոսի ինչ որ պիտի անես, սերը քո կյանքում կդառնա նպատակ եւ մարդահաճություն, ոչ թե աստվածասիրություն։ Մենք ինչ որ անում ենք հանուն Քրիստոսի, դիմանում ենք
Քրիստոսի համար ենք դիմանում։ Երբ որ տալիս ենք, Քրիստոսի խոստն ենք։ Դու կարող ես ցանկացած մարդու ամեն ինչ տալ առանց սիրելու, բայց սիրել առանց տալու հնարավոր չէ։ Պիտի սիրես, որ կարողանաս ճշմարտությամբ 10 սեր դնես քո դրածի մեջ։ Ինչ որ դու տալիս ես, սեր պիտի դնես։ Ամենապարզ օրինակը բոլորիս կյանքում կա։ Շատ հաճախ մենք մարդկանց տուն ենք գնում, սեղանի վրա ամեն ինչ կա դրված, բայց չեն կարողանում ուտել ոչ մի բան, որովհետև գիտենք, որ սիրով դրված չի, մեզ ճնշելու համար է դրված, մեզ նվաստացնելու համար է դրված։ Մարդեր կա գնում ենք չոր հաց ու պանիրը, մեր մատերն էլ հետ ուտում, որովհետև ամբողջ սրտով հանած դրած է այդ ամենը այնտեղ։ Սա ամենապարզ օրինակն է մեր կենցաղի մեջ, որ տեսնում ենք, որ կա եւ չենք կարողանում այդ սիրուց օգտվել։ Բայց մի փոքրիկ է, եւ այդ սիրուց մենք օգտվում ենք։ Եվ վերջինը ասում է զգաստությամբ ապրել։ Ինչ է սա, այսինքն կարգապահության մասին է նախ, բայց ամենակարևորը սա նշանակում է ինքնամաքրման, ինքնասրբացման ճանապարհ անցնել։ Այսինքն քրիստոնյան, ինչպես որ զինվորը միշտ զգաստ է, աչալուրդ հսկում է, որ հանկարծ թշնամի սահմանը չխախտի, այնպես էլ քրիստոնյան ինքնամաքրման, ինքնասրբացման ճանապարհ պիտի անցնի, սրբում է զգացողություն պիտի դնի իր մեջ, մաքրվի կարգապահության, որպեսզի Տերը գա ու բնակվի այնտեղ, որովհետև այն ղեկավարը, այն քրիստոնյանը հատկապես, ով այս կերպ չի ընթանում, նա չի կարող նաև ղեկավարել։ Չէ՞, եթե որևէ ղեկավար ինքն իրեն չի մաքրում, ինքն իրեն չի քննադատում, ինքնամաքրումի ճանապարհ չի անցնում, ինքը չի կարող լավ ղեկավար լինել։ Անհնար է լավ ղեկավար լինել, երբ որ մեկը ինքը իր սրբանալու մասին չի մտածում, իր մաքրման մասին չի մտածում։ Շատ հաճախ երբ որ իշխանությունը մարդու ձեռք ընկնում է, ցանկացած մեկի կարևոր չի, մենք ինչ պաշտոնների կամ ինչ կոչումների մեջ ենք։ Մենք մոռանում ենք մեզ քննել։ Մենք ինչ արեցինք մեզ վստահված մարդկանց համար։ Ինչ արեցինք, այսինքն հոգևոր առաջնորդի, թե աշխարհի ղեկավարի նպատակը մեկն է՝ իրենց վստահված ժողովուրդը, պետական մարդունը, հոգևորին հոտը վստահված առողջ պահել։ Եվ դու առողջ կարող ես պահել, երբ որ դու առողջ լինես։ Երբ որ դու առողջ չես, քեզ վստահված մարդիկ էլ առողջ չեն կարող լինել։ Իրենք էլ կոպես հիվանդ երևակայություններ պիտի ունենան, իրար հանդեպ միշտ կասկածներ պիտի ունենան, իրար հանդեպ չարությամբ պիտի լցվեն, որովհետև ինքնամաքրման, ինքնազտումի եւ ինքնազսպումի նավ, այս ինքնազսպումը շատ կարեւոր է այստեղ։ Եվ երկրորդ իմաստով այստեղ յուրաքանչյուր մարդ, ով իշխանություն ունի, ինքնատիրապետել պիտի սովորի։ Այսինքն ցանկացած պարագայում դու քեզ պիտի տիրապետես։ Այսինքն նույն վարքյանին չպիտի գոռաս, նույն վարքյանին բորբոքված վիճակում սխալ բան չպիտի ասես, բանսարկություն չպիտի անես, չարության խոսք քո դիմացին չպիտի ասես, զուս պիտի լսես, հասկանաս, որովհետև մեր ամբողջ նպատակը մեկ բան է՝ սրբվածնել եւ մյուսների հանդեպ խնամք տանել։ Երբ որ դու բարկանաս, բարկության ժամին շատ բան կարող է սխալվել։ Դրա համար ասում է Հիսուս, թող ձեր բարկության վրա արևը մայր չմտնի, այսինքն նույն վարքյանին ինքնատիրապետումդ վերականգնիր եւ մաքրությամբ մոտեցիր, որովհետեւ յուրաքանչյուր մարդ քեզ տրված է այդ զսպվածությամբ առաջնորդելու։ Ուրեմն այս խորհրդի մեջ է նաեւ յուրաքանչյուրիս կյանքսներ զգաստություն ունենանք, սեր ունենանք եւ զորություն ունենանք Սուրբ Հոգու առաջնորդվելու դեպի հավիտենական կյանք։ Մեր ամբողջ կյանքի նպատակը, Տիրոջ նպատակը մեկն է, որ մենք քրիստոնյային վայել կյանք ունենանք։ Եվ կարևոր չի մենք ով ենք։ Յուրաքանչյուր մարդ ինքը իր արածի համար պիտի պատասխան տա։ Ես ձեր բոլորի համար եմ պատասխան, բայց դուք ինձ համար պատասխանատու չեք։ Դուք ամեն մեկը ձեր գործած մեղքերի համար եք պատասխանատու։ Եվ եթե դու մեկին ասես, այ ինքը սենց արեց, նենց արեց, դրա համար ես արեցի, դու դրանով չես արդարանում։ Եվ ոչ թե դրանով դու մաքրվում ես։ Ինքը իր արածի համար պիտի պատասխան տա։ Դու չես կարող ասել բոլորը գողանում էին, դրա համար ես էլ գողացա։ Բոլորը խաբում էին, դրա համար ես էլ խաբեցի։ Սա քեզ չի արդարացնում։ Դու գիտես, որ չէր կարելի սա անել, որովհետև մենք մի դատավոր ունենք, Տերը իր առջև պիտի կանգնենք։ Եվ վայ այն մարդուն, որ դատաստանի ժամանակ իր մեղքերը հրապարակային ցույց տան բոլորին։ Վայ այդ մարդուն, ինքը խայտարակ կլինի։ Դրա համար Պողոս առաքյալը այս ամենը մեզ իբրև կտակ է թողնում, որ յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքը ճշմարտության մեջ դնի, ինքնամաքրման, ինքնազսպման ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա հավատքի, հույսի, սիրո ճանապարհով Սուրբ Հոգու կրակ իր մեջ վառ պահի եւ Տիրոջ ներկայությունն էլ ամենառզգա իր կյանքի մեջ։ Այսքանը սիրելիներս, Աստված թող օրհնի բոլորիս իր խաղաղությունը, իր սեր, իր ողորմությունը, շնորհը
մեզանից անպակաս պահի։ Աստված պահապան բոլորիդ։